Տիկին Ղազարյան, ձեր խոսքում ասացիք, որ այս ուրեմն նախագիծը կամ կարգավորումը ոչ բոլոր հուշարձաններին են վերաբերում, այսինքն պետական հաշվառում ունեցող ոչ բոլոր հուշարձաններին, եւ դուք ասացիք, որ դրանք վերաբերում են կրոնական նշանակություն։ Այստեղ ձևակերպումը կա Տիկին Գալստյան, եթե կուզենաք, ես հենց ձևակերպման եմ ուզում անդրադառնալ։ Նախ մինչև ձևակերպման անդրադառնալը ես կուզենամ, որ դուք իհարկե կարդաց հիմնավորումը եւ հիմնավորման մեջ չգտա, թե դուք ուրեմն կրոնական հուշարձանների ձեր տերմինաբանությունն եմ օգտագործում կրոնական հուշարձանների պահպանության լավագույն այսպես դիրքերից բխեցրել եք այս նախագիծը, կուզենամ, որ որոշ փաստեր այստեղ ներկայացնեիք ինձ եւ հասարակությանը, թե մինչեւ որս այսպիսի հուշարձանների աղավաղման կամ ոչ պատշաճ օգտագործման կամ նրանց նշանակությունը փոխելու իմաստով ինչ նախադեպեր ունենք, ցուցանիշները ինչպիսին են կամ թվային պատկերը ինչպիսին է, եւ նաեւ մեկ հարցը խնդրում եմ պատասխանեք, թե Հայաստանի պետական ուրեմն ցանկերուն գրանցված հուշարձանների մեջ կրոնական նշանակության կազմակերպությունների թիվը որքան է եւ նրանցից որոնք են ոչ պետական սեփականություն եւ որոնք են այն կրոնական կազմակերպությունները, որտեղ կրոնական կազմակերպություն ինչպես հայաստանյաց առաքելական եկեղեցիներ, բացառիկ առաքելությամբ, նաեւ այլ կազմակերպություններ։ Դուք ունեք այդ վիճակագրությունը պատկերը, թե մենք ինչ հուշարձաններ ունենք կրոնական նշանակության, ըստ սեփականության եւ մինչեւ օրս նրանց հետ ինչ վարք է դրսևորվել, որը ձեզ այսպես դրթել է այս փոփոխությունը իրականացնելու։ Շնորհակալություն հարցի համար Տիկին Գալստյան, ես ենթադրում եմ, որ հարցնում եք ձեր հարցի, եթե ավելի քաղաքական ձևակերպեմ, արդյոք եկեղեցիներ վաճառել է եւ դա կանխելու համար է սա կամ սեփականության իրավունքը փոխել է եւ դա ձևակերպեցի այդ էր իմ հարցը, ցանկերը կան, բնականաբար մշակույթի, կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը ունի իրենց պահպանական ցանկեր եւ այդ ցանկերը գոյություն ունեն, այդ ցանկերում բնականաբար զգալի մասը Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանների, որոնք ունեն կրոնական նշանակություն, պատկանում են Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցուն, դրանցից մոտավորապես 200-ն է սեփականության իրավունքով պատկանում եկեղեցուն, մնացածը տրված են անհատույց օգտագործման, որոնք իրենց տնօրինման տակ են, այսինքն պետական են, բայց պետական գույք են, բայց տրված են օգտագործման մյուսները, սեփականության իրավունքով մոտավորապես 200 հուշարձանի մասին ենք խոսում, եւ արդյոք եղել են նախադեպեր թե չէ, ես նախադեպերի մասին չեմ կարող հիմա պնդում անել եւ ենթադրում եմ, որ չեն եղել, եթե չգիտենք, որովհետեւ բավական մկահարույց կլինեին, բայց Տիկին Գալստյան, ես կարծում եմ, այս լարվածությունը օդում նաեւ դուք եք զգում, ոչ միայն այն իմաստով, որ կարող են սեփականություն փոխվել, ես չեմ համարում, որ հիմա եկեղեցական խորհուրդը կվաճառի մայրաթոռը, ասենք Տաշիր գրուպին, ես այդպես չեմ համարում, ես կարծում եմ, որ այն հորդորների ֆոնին, որ պետք է ստեղծել մեկ այլ կազմակերպություն, պետք է տեղափոխել, նկատի ունեմ քաղաքական հորդորների, տեղափոխել աթոռանիստը եւ այլն, կարող է մեկ այլ կազմակերպություն, հենց նույն կրոնական կազմակերպություն, մեկ այլ իրավաբանական անձ որպես ձևակերպվի եւ վերագրանցի իրա։ Ես օրինակ այդպիսի բան ունեմ, կանխավարկած ունեմ եւ ես կարծում եմ դա անտեղի չէ այս պահին եւ մենք եւ դուք, որպես այս հանձնաժողովի ներկայացուցիչներ, պետքա հնարավորինս մտածենք մշակույթի պահպանության, մշակութային ժառանգության պահպանության մասին եւ պնդենք, որ եկեղեցին պետքա պահպանի իր մոտ այդ հուշարձանները եւ որպեսզի այդ քանի որ քաղաքական բուրըն գործունեության մեջ ամտել այդ քաղաքական հարվածներ հասնել տրամաբանությամբ կտրուկ շարժումներ չանի եւ պետքա եւ ես համարում եմ, որ այդ հուշարձանները հանրության սեփականությունն է։ Եթե դա ձեզ է հետաքրքրում, իշնա ինձ դրթել այդպես մտածել։ Քիչ առաջ էստեղ գալու ճանապարհին ես կարդացի լուր, որ եկեղեցին Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցի անունով իրավաբանական կազմակերպությունը իրեն պատկանող գույքերը, ոչ հուշարձանները, գույքերը սեփականաշնորհել է տարբեր մարդկանց անուններով։
նկատի ունեմ բնակարաններ եւ այլն, այսպեսի լուր կարդացի, չգիտեմ որքանով է հավաստի, որքանով չէ, բայց քանի որ դա շարունակում է լինել մեկ կազմակերպության սեփականություն, կարող է, ես չեմ պնդում որ իրանց դիտանկյունից վատ մտադրությամբ կա, ասենք կարող է այդ հոգևոր խորհրդի անդամների նոտարը եւ ասենք գնան իրանցով վերակազմակերպեն որպես բան էլի, մի նոր կազմակերպություն։ Հիմա ոնց որ կարան կանխավարկածների եւ կոնսպիրացիաների դաշտ մտնենք, բայց իմ կարծիքով ես եւ դուք պետք է ավելի շատ բան անենք, կենտրոնանանք նրա վրա, որ հնարավորինս մի տեղում եւ միասնական եւ հենց եկեղեցու հաշվի վրա, բալանսի վրա, հա, այսպես եթե իրավաբանական բառերով ասենք, պահպանվեն այդ հուշարձանները, որովհետեւ ինչ տիպի բան ասես կարա լինի էլի, երբ որ մարդիկ իրար քաղաքական հարվածներ են հասցնում ունենալով այդքան շատ ուժեղ իրավական եւ բան գույքային ներուժ։ Իմ տրամաբանությունը էս է եղել նախագիծը մշակելու։